Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողարկի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն այսօր ֆինանսական տարին կփորձենք ամփոփել, ավելի ճիշտ ինքը կփորձի ամփոփել, որտեղ ես ֆինանսներից բավական հեռու մարդ եմ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Երկրի պես։ Այո։ Լավ, այսպես գաղտնիք բացեմ, մինչ հարցազրույց սկսելը մենք զրուցեցինք 21 թվականին ես երբ այդ նույն հարցը տվեցի, երբ դուք նոր էիք նշանակվում ֆինանսների նախարար, այսպես պատասխանը մի քիչ չարագույժ էր, այսպես ասեմ, երկրի պես է հիմա արդեն բավական տևական ժամանակ է անցել ու դրական նոտաներով ինչու։ Դե վերջի տարիներին կատարված աշխատանքը եւ բարեփոխումները տալիս են իրենց արդյունքները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է համակարգը զարգանում եւ այն իրավիճակը, որում մեր պետությունը ընդհանուր առմամբ գտնվում է, մեծ լավատեսության հնարավորություն է տալիս, շատ բան մեզնից է կախված, այսինքն մենք զգում ենք, այսինքն եթե 21 թվականին մենք անհանգստություն ունենք, որ հիմա ինչ կարող է լինել մեզ հետ, կարծում եմ, որ հիմա մենք գիտենք ինչ կարող է լինել մեզ հետ եւ այդ ինչ կարող է լինելը մեծապես կամ ավելի շատ մասով մեզնից է կախված եւ մեր անելիքներն էլ ըստ այդմ գիտենք, որովհետեւ եթե դու ինչ-որ մի հատ անկանխատեսելի միջավայրում ես գտնվում, ինքդ չգիտես ինչ անես, որ լավ լինի, որովհետեւ քո ամեն արածի հետևանքով կարող է ինչ-որ մի հատ անսպասելի բան լինի, որը վատ լինի։ Այս առումով այո, կարծում եմ, որ լավատեսության ավելի մեծ հիմքեր կան եւ ընդհանուր միջավայրն էլ բարենպաստ է։ 25 թվականն ըստ էության ավարտվել է, վաղը արդեն վերջին օրն է եւ հետեւաբար ֆինանսական տեսանկյունից դուք կարող եք որոշակի ամփոփում անեք ընթացիկ տարվա հետ կապված ֆինանսների տեսանկյունից ինչպիսին էր տարին բարդությունը։ Ես հիշում եմ, որ անցած մեր հարցազրույցը, որ 1 տարի առաջ էր, էլի ամանորի նախորդին էր, մենք խոսում էինք այն մասին, որ արտաքին պարտքի սպասարկման հետ կապված որոշակի ծանրաբեռնվածություն էր ավելանալու 25 թվականին, հաշվի առնելով որոշակի վարկերի ժամկետները, այդ տոկոսների մարման գործընթացը։ Հիմա այդ ամենը հաշվի առնելով ինքը լավ տարի էր, թե ոչ այնքան։ 2025 թվականը կարծում եմ շատ հաջող տարի էր կամ լավ տարի էր, որովհետև էլի հաջողությունը մի բան է, որը մեզնից կախված չի։ Ես կարծում եմ, որ այն արդյունքները, որը մենք ունենք, մեծապես պայմանավորված են նաև այն ջանքերով, որը ներդրված է դրա համար։ Մենք մի կարևոր բան ունեինք տարվա առաջի եռամսյակում, դա Եվրոբոնդի թողարկումն էր, մեծ հաջողությամբ այդ Եվրոբոնդը թողարկեցինք $750 միլիոն ծավալով, դա կարելի է առաջի հաջողությունը համարել։ Մենք անցած տարվանից մի հատ պրոբլեմ ունեինք, որը անցած տարվա հարկային եկամուտների ավելի ցածր մակարդակով պլանավորվածի համեմատ ավելի ցածր մակարդակով հավաքագրումներ, որը իր հետևանքներ թողելու 2025 թվականի բյուջեի եկամուտների վրա, որովհետև ամեն տարի կառուցվում է նախորդ տարվա եկամուտների չափի վրա։ Եվ 2025 թվականի սկզբին մենք արդեն սպասում էինք, որ մոտավորապես 60 միլիարդ դրամով քիչ հարկ պետք է հավաքենք, եւ դա արդեն կանխատեսելի էր։ Եվ սա մեծ խնդրեմ էր մեզ համար, որովհետև իհարկե ունենալով բավականաչափ բուֆերներ, որոնք պետք է մեղմեին այս process-ը, այնուամենայնիվ որոշակի խնդիրներ էր ակնկալում 25 թվականի ընթացքում։ Ուրախ լուրը նա է, որ մենք այս տարի պլանավորված մակարդակով հարկերը հավաքել ենք։ Այսինքն այդ 60 միլիարդի նույնիսկ ճեղքը, որը պետք է ունենանք, դա էլ չենք ունեցել։
Սա նշանակում է 60 միլիարդով ավել ենք հավաքել, քան սպասում էինք։ Սա իհարկե մեծ հարմար միջավայր է ստեղծում գործելու համար եւ սրա հետևանքով նաեւ որոշակի կարևոր ծախսային միջոցառումներ կարողացանք իրականացնել։ Սա լավ ֆոն է ստեղծում մյուս տարվա հարկերի համար, ինչը էլի շատ կարևոր է մեզ համար։ Եթե խոսեմ ծախսերի մասին, ապա ծախսերը կկատարվեն այս տարի ավելի բարձր մակարդակով, քան անցած տարի, սա եւս լավ նորություն է մեզ համար։ Եվ այս ամեն ինչը զուգորդվում է նաեւ նրանով, որ մեր դեֆիցիտի մակարդակը, որը մենք պլանավորել էինք 5.5% այս տարվա համար, մեր սպասումներով կլինի ավելի քիչ, քան 5%-ը, ինչը էլի շատ դրական է մեզ համար։ Մենք ունենք այս ամենի հետևանքով նաև հարկեր հարաբերակցության էական աճ, շուրջ 1%-ային կետով։ Եթե անցած տարի ամփոփել ենք 23.5% հարկեր հնացուցանիշով, այս տարի դա կհասնի 24.5%-ի։ Կներեք, միջանկյալ հարց էլի, պարոն Հովհաննիսյան, դա ինչի հետ է կապված, տվերից դուրս են գալիս, գրանցվում են աշխատողները, թե նոր աշխատատեղեր են ստեղծվել, որտեղ ես չեմ հիշում, որ նոր գործարաններ բացվեն կամ ինչ-որ մեծ ինչ-որ կամպանիաներ այս պահին դեռ չեն մտել, այդ ինչի հետ է պայմանավորված, ինչով է պայմանավորված հարկերի հավաքագրման աճը։ Մի քանի գործոն է դրա վրա ազդում։ Իհարկե նոր ձեռնարկություններ ստեղծվում են, նոր աշխատատեղեր ստեղծվում են տարբեր տնտեսության ոլորտներում, եւ մի քանի էական հարցեր կան, որոնք սրա վրա ազդում են։ Առաջինը բանկային համակարգի շահույթներն են, որը 24 թվականի շահույթները վճարվել են 25 թվականին։ Մի ուրիշ գործոն կա, որը կապված է շինարարության ոլորտի հետ, որը հետաձգված հարկային պարտավորություններ ունի, որը կատարել է 2025 թվականին, ինչի երբ որ մենք շենքը կառուցում ենք, քանի դեռ շենքը չի վաճառվել, իրանից հարկ չի վճարվում, ընդհակառակը այդ հարկը հետ են ստանում։ Այսինքն գնումների ժամանակ վճարված ավելացած արժեքի հարկը շինարարական ընկերությունը իրավունք ունի հետ ստանա։ Եվ ինքը վճարում է ավելացած արժեքի հարկ այն ժամանակ, երբ որ վաճառում է բնակարանը։ Եվ քանի որ վերջի տարիներին այդ բնակարանները, որոնք կառուցվել էին եւ հարկ չէին վճարել, արդեն վաճառվելու հետ միասին, այսինքն ավարտական ակտ ունենալու հետ զուգահեռ այդ հարկային պարտավորությունները առաջանում են եւ այդ հարկերը նաեւ դրա պատճառով ավել են հավաքագրվել 2025 թվականին։ Ես նաեւ քննարկել եմ մեր պետ գործընկերների հետ այն պլանները, որը մենք ունենք 2026 թվականի հարկերի հետ կապված, որտեղ պլանավորել ենք 0.4%-ային կետով ավելացում, այս 1%-ային կետի վրա, դա նույնպես իրատեսական ենք համարում, ինչի պետ գործընկերների հետ քննարկում ենք, որտեղ մենք ունենք երկու տարբեր մեթոդ, այսինքն ֆինանսների նախարարությունը մակրո մակարդակով է նայում տնտեսությանը եւ կանխատեսում անում հարկերի հետ կապված, իսկ պետքը արդեն քանի որ շփվում է առանձին տնտեսվարողների հետ, գիտեն միկրո մակարդակում ինչ է կատարվում եւ կարեւոր է այս երկու կողմից մի հավասարակշռող կետի հասնենք եւ կարծում եմ, որ այն հարկերի մակարդակը, որ պլանավորված է մյուս տարվա համար, դա նույնպես իրատեսական է, ինչը շատ հուսադրող է բյուջեի տեսանկյունից։ Կարևոր խոսք գնաց բյուջեի մասին, ընդ որում 26 թվականի, տեսեք, մենք տասնամյակներ շարունակ այդպես սովորույթ է եղել մեզնում, որ ամեն տարվա բյուջեն ինչ որ անունով կնքվել է, մեկ ռազմական բյուջե եղել, սոցիալական բյուջե եւ այլն։ Եթե դուք բնորոշելու լինեիք 26 թվականի պետական բյուջեն, ապա ինչպիսին է այն։ Ինչի մասին է այդ բյուջեն։ Եթե ես կարճ պատասխանեմ ձեր հարցին, կասեի, որ դա մարդկային կապիտալի զարգացմանը կամ կրթությանը, առողջապահությանը ուղղող
մեծ ներդրումներ ապահովող բյուջե է։ Բայց կարող եմ մի քիչ ավելի լայն ժամանակ ունենք, բարեկամներ։ Տեսեք, 2026 թվականի բյուջեն յուրահատուկ է մի քանի պատճառներով։ Առաջի պատճառը նա է, որ 26 թվականին տեղի ունենալու ընտրություններ։ Եվ դա իր հետ ենթադրում է նաև որոշակի մոտեցումներ, քաղաքականություններ, տենդենսներ, որովհետև կառավարությունը փորձում է սովորաբար ընտրական տարում մեծացնել ծախսերը, հատկապես սոցիալական խմբերին, որպեսզի ընտրություններում ավելի բարենպաստ Սիրաշահի ընտրող։ Այո։ Բայց մեր կառավարությունը գնաց մի քայլի, երբ ընտրական տարում որոշեց կրճատել դեֆիցիտը 5.5%-ից 4.5%-ի, որովհետև մենք նաև դա պլանավորել էինք անցած տարի, այսինքն 2024-ին դեռևս մենք գիտեինք, որ 25-ին դեֆիցիտը ավելացնելու ենք 5.5%-ի, հետո նվազեցնելու ենք 4.5%-ի։ Եվ սա պետք է արվեր հենց ընտրական տարում, երբ որ բոլորը ուզում են ավելի շատ ծախսանեն։ Ընդ որում մենք հերիք չի կարողացանք այդ 1%-ը նվազեցնել մեր պլանների մեջ, մենք կարողացանք ապահովել մի քանի էական բարեփոխումների իրականացում։ Դա առաջինը առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հարցն է։ Ասեմ, որ աշխարհում այս բարեփոխումը շատ դժվար իրականացվող, այսինքն ցանկացած երկիր, ով գնացել է այս քայլին, գնացել է ծախսերի ընդլայնման հաշվին, ոչ թե ծախսերի կրճատմանը հետ զուգահեռ։ Դա շատ դժվար եւ շատ ծախսատար ծրագիր է եւ ես կարծում եմ, որ շատ դժվար ճանապարհ ենք անցել, որպեսզի կարողանանք 1% դեֆիցիտի կրճատման հետ զուգահեռ նաև ապահովենք էական ավելացում առողջապահության բյուջեում։ Մենք նաև 25 թվականին պլանավորել ենք մի շատ մեծ միջոցառման իրականացում, որը COP17 միջոցառումն է, կենսաբազմազանության COP-ը, եւ սա նույնպես ոչ պակաս մեծ ներդրումներ է պահանջում, որովհետեւ Հայաստանում չկան ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս նման մեծ միջոցառումներ իրականացնել։ Այսինքն մենք հիմա այս միջոցառումը անցկացնելով ոչ միայն ֆինանսավորում ենք այդ միջոցառման իրականացումը, այլ նաև ստեղծում ենք ենթակառուցվածք, որպեսզի ապագայում եւս Հայաստանը կարողանա այսպիսի մասշտաբային միջոցառումներ իրականացնի։ Եվ մի շարք այլ բաներ կան, որոնք մենք կարողացել ենք այս ընթացքում ֆինանսավորել, որը էլի շատ ոգևորող է ինձ համար որպես ֆինանսների նախարար, որ մենք կարողացել ենք բյուջեում ամեն ինչ տեղավորել, այն ինչ որ շատ կարևոր է, իհարկե որոշ պակաս կարևոր բաներ դուրս են մնացել, որոնք էլի կարևոր են, եւ հույս ունենք, որ մյուս տարի կարողանանք այդ պակաս մնացած բաները նույնպես կամ խնայողությունների հաշվին, կամ հավելյալ եկամուտներ ունենալու հաշվին ֆինանսավորել եւ իդեպ ասեմ նաեւ, որ այս անելիքների մեջ դերևս կարևորներից էր համընդհանուր հետվճարի համակարգը, որը ներդրվելու է նաեւ հունվարի 1-ից արքա վճարային քարտերով եւ սա մի բան է, որը շատ քիչ տեղերում կա նման բան։ Ձեզ դեռ չեն մեղադրել, որ դա անդրակաշարքի ձև է։ Դե ամեն ինչն էլ տեսեք, օրինակ հիմա կարող են ասել, որ դուք առողջության համընդհանուր ապահովագրությունը ներդրեցիք որպես կաշառքի ձև, բայց վերջի 3 տարիները ես իշքան գնում էի ազգային ժողով, մեր ընդդիմադիր գործընկերները ասում էին դուք ձեր կառավարության ծրագրում գրել եք, որ առողջապահության համապարփակ ապահովագրություն պետքա լինի, դուք ձեր խոստումը չեք կատարել։ Հիմա հարցը առաջանում, հիմա խոստումները կատարենք, թե չկատարենք։
Այդ դրամաբանությամբ ցանկացած խոստում չի կարելի կատարել ընտրական տարում։ Անցած տարի անեիք, նախանցած տարի անեիք։ Ես ուզում եմ մի քիչ այդքանը չլրջացնեմ թեման, որովհետև տեսեք, անլուրջ թեմաների պակաս մենք չունենք, նաև լուրջ թեմաների պակաս չունենք։ Հիմա տեսեք, օրինակ, մեր ձևով շարժումը, այսպես երևի տեսած կլինեք, տարբեր քաղաքներում ակցիաներ են իրականացնում, պլակատներ են տարբեր տեղեր փակցրել, պահանջելով կենսաթոշակների 50% բարձրացում։ Ձեր կառավարությունը ասում է մենք այդ ֆինանսական հնարավորությունները չունենք, այսինքն հիմա պետությունը չի կարող 400,000 պլյուս մարդու կենսաթոշակ ավելացնել թեկուզ 10-15%-ով։ Այսինքն ցանկացած նման պահանջ եւ խոստում պոպուլիստական է ի սկզբանե ապրիորի, այսինքն պետությունը այդ դեպքում պետական բյուջեն ուղղակի չի հերիքելու։ Հիմա չկա հնարավորություն իրոք կենսաթոշակները բարձրացնելու, թե այնուհանդերձ այսպես թողնում եք որպես հաղթաթուղթ հետոյի համար։ Տեսեք, ասել, որ չկա կենսաթոշակ բարձրացնելու հնարավորություն, դա երևի ճիշտ չի։ Ասենք, եթե մենք որոշենք ուսուցիչ չունենալ կամ բանակ չունենալ, վստահ եմ կարելի է առողջապահ կենսաթոշակները ավելացնել 100%-ով։ Հարցը բալանսի մեջ պետք է նայել, այսինքն ինչն է կարևոր, ինչն է երկրորդական։ Հիմա օրինակ, այդ գումարը, որ մենք առողջապահության համընդհանուր ապահովագրությանը որ տվել ենք, եւ վարչապետն էլ մի քանի անգամ էս հարցին անդրադարձել է, կարող ենք այդ փողով թոշակ բարձրացնել։ Բայց դա կլիներ մարգինալ բարձրացում, ասենք օրինակ, չգիտեմ 5000 դրամով։ Բայց ինչ կտար դա թոշակառուներին 5000, կարող է ինչ-որ չափով տար, ասենք մոտավորապես կլիներ մի 10-15-20 երբեմն տոկոսով բարձրացում։ Բայց մենք որոշեցինք, որ այդ գումարը, որը հնարավոր է հիմա հատկացնել, այդ գումարը ուղենք այս համակարգի ներդրմանը, որով այն մարդիկ, ովքեր կենսաթոշակառու են եւ իրենց ծախսերի մի զգալի մասը ուղղվում է հենց առողջապահական ծախսերին, կարողանան անվճար բուժում ստանալ, բժշկական օգնություն ստանալ մի շարք ծառայությունների մասով։ Եվ դա ըստ էության կարող էր ավելի ծախսարդյունավետ լինել եւ ավելի օգտակար լինել հենց նույն թոշակառուների համար, քան թոշակի բարձրացումը։ Մյուս կողմից, թոշակի բարձրացում կլինի այն իմաստով, որ հետվճարի տոկոսը, որը ստանում են մեր սիրելի թոշակառուները, 12%-ից կդառնա 20%։ Ինչի ենք այդ ձևով դա անում, որովհետեւ այո, եթե դու չունես փող, որպեսզի թոշակները բարձրացնես, այն չափով ոնց որ ուզում ես, պետք է մտածես մեխանիզմ, ինչպես անես, որ հավելյալ եկամուտ ստեղծես։ Հիմա մենք ասում ենք, եթե դուք անկանխիկ ծախսեք ձեր թոշակը, մենք ավելի շատ ստվերից դուրս կբերենք տնտեսությանը, ավելի շատ եկամուտ կունենանք, որպեսզի ձեզ կարողանանք այդ հետվճարը տալ։ Այսինքն մենք պետք է գտնենք մեթոդներ նորարարական, թե ինչպես կարող ենք մեր հնարավորությունները ավելի արագ ընդլայնել, որպեսզի այն սոցիալական հարցերը եւ ենթակառուցվածքային հարցերը, որը կան մեր երկրում, կարողանանք լուծենք։ Ինչպես լուծենք կրթությամբ, այսինքն որովհետեւ մենք պետք է ներդրում անենք նաեւ ապագայի մեջ։ Դա ենթակառուցվածքների, կրթության մեջ ծախսերն են։ Ինչպես նաեւ կրթությունը կներեք, եթե չեմ սխալվում, այնտեղ հաշվարկային տարբերակով կրթության մեջ ներդրումը ինքը ըստ էության էֆեկտ տալիս է, այսինքն երևացող էֆեկտ 15-ից 20 տարի հետո մոտավոր։ Ահա, բայց ինչ որ մի պահի պետք է այդ ներդրումը անել, չէ՞։ Ես նկատի ունեմ, այսինքն ակնկալել, որ այս տարի մենք, չգիտենք, մենք միլիարդ դրամ կամ եւ ավել հատկացնում ենք կրթությանը եւ արդեն գալիք տարի դրանից էֆեկտ ունեն, շատերը այդ էֆեկտին են սպասում, բաուրա, չէ՞, հələ պետք է ահագին սպասվի, չէ՞։ Իհարկե, ամեն ինչի մեջ էլ, այսինքն շատ բաներ իրենք երկարաժամկետ ներդրումներ են եւ դպրոցների շինարարությունը դրանցից մեկն է։ Հետո իրանց չափելիությունն է մի քիչ դժվար։
այսինքն գնահատել թե 1 դրամի դիմաց ինչքան արդյունք հետ կվերադառնա, դա շատ լայն եւ բազմաշերտ հարց է։ Հիմա բյուջեն նաեւ դա պետք է բալանսավորի, այսինքն ասի ինչքան ես կներդնեմ ապագայի մեջ, ինչքան ես կդնեմ այսօրվա հարցերի մեջ, ընդ որում այսօրվա հարցերը ոչ միայն կենսաթոշակառուների հարցերն են, այլ նաև մեր պաշտպանության հարցերն են։ Այսինքն ինչպես բալանսավորել ճիշտ, որ ապագայի եւ ներկայի հարցերը կարողանանք այնպես լուծեն, որ մեր պետության հարատևությունը կարողանանք ապահովենք։ Եվ նաև ստեղծենք մի միջավայր, որտեղ հաջորդ տարի էլի կունենանք այդ եկամուտը, որտեղ մեր օրինակ մեր տնտեսական զարգացման ուղղվող ծախսերը, եթե այսօր որպես թոշակ բաժանենք, ապա վաղը գուցե չենք ունենա այնպիսի տնտեսություն, որպիսի այդ նույն թոշակը, որը այլ չենք բարձրացնի, կարողանանք վճարել։ Հետևաբար այդտեղ դիմադիր գործընկերների հայտարարությունները, որ իրենք 50%-ով կբարձրացնեն թոշակը կամ որևէ տոկոսով, պետք է կարողանան ցույց տան, թե ինչպես են այդ բարձրացած թոշակը վճարելու ապագա տարիներին։ Այս տարի գուցե, բայց մենք պետք է ինչ-որ մի հատ հորիզոն ունենանք, չէ, հասկանանք, իրանք գիտեն, թե քանի թոշակառու է ամեն տարի մտնում կենսաթոշակի համակարգ, ինչպես է այս ամեն ինչը գնալու առաջ, ինչպեսի ծախսեր, իրենք նայել են բյուջեն, չգիտեմ, ասենք տեսել են թուղթը։ Չգիտեմ, չեմ կարծում, կամ միգուցե կարդացել եմ, բայց այսպեսի մի բան հիշեցի, ես որ առնվազն 30 տարվա ընթացքում, որ ես եմ հետևում Հայաստանում ներքաղաքական զարգացումներին, մենք չենք ունեցել երբևէ ընդդիմություն, որը այդ մասին չի խոսել, ընդ որում այսպես միշտ եղել է այդ ընկալումը, որ ընդդիմությունը հայտարարում է, բայց ինքը պատասխանատու չէ այդ հայտարարության հետևանքների համար։ Ով ինքը չի անել։ Տեսեք, օրինակ կան ընդդիմադիրներ, ովքեր ազգային ժողովում են։ Հիմա մեր գործընկերները այդ հարցն են բարձրացնում, ասում են թոշակը չեք բարձրացնում եւ այլն, բայց ես երբևէ, որովհետեւ եթե ընդդիմադիր գործունեություն ենք իրականացնում, պետքա եթե մենք ուզում ենք ընտրողներ ունենանք, պետքա ինչ որ ճիշտ նարատիվներ առաջ բերենք։ Հիմա ճիշտ նարատիվը կլիներ հետեւյալը, եւ դա ուշադրության կարժանանար, որ ասեն, գիտեք ինչ, այս ծախսը որ անում եք այս ուղղությամբ, մի արեք այդ ծախսը, այդ ծախսը ուղեք թոշակի բարձրացմանը։ Դա ընկալելի կլինի։ Ասում են դադարի պարգևավճարներ բաժանել, այդ ծախսը ուղեք սոցիալական խնդիրների լուծման։ Տեսեք, պարգևավճար ասելով ինչ ենք հասկանում, ինչքան է այդ պարգևավճարը, ոչ մեկ դրա մասին նույնիսկ գաղափար չունի, թե մարդիկ ինչքան ասենք պետական համակարգում։ Չէ, ազգային ժողովի падգամավորներին ես գիտեմ, որովհետև վերջերս աղմուկ բարձրացավ, այդ թվում նաև ընդդիմադիր падգամավորները ստացան 3 միլիոն դրամ պարգևավճար։ Ու իմ հիշելով ոչ ոք չի հրաժարվել։ Տեսեք, ինչ է նշանակում 3 միլիոն դրամ պարգևավճար։ Նախ այդ 3 միլիոն դրամից հարկեր է վճարվում։ Այդ պարգևավճարը մի տարվա, այսինքն եթե պատկերացնենք, որ 3 միլիոնից հարկ է վճարվում, դիցուք դրանից մնացել է մաքուր 2 միլիոն 400 հազար դրամ գումար, դա նշանակում է ամեն ամիս հավելյալ 200 հազար դրամ աշխատավարձ։ Այսինքն երբ որ մենք ասում ենք 3 միլիոն, ինքը տենց մի հատ մեծ թիվ է հնչում, բայց երբ որ ասում ենք ամեն ամիս հավելյալ 200 հազար աշխատավարձ, դա արդեն մի քիչ հասկանալի է հնչում, որովհետև ասենք ես իհարկե չեմ հիշում ազգային ժողովի падգամավորները ինչքան աշխատավարձ են ստանում, եթե իմ հիշելով 600-700 հազարի կարգի, հիմա հարց է առաջանում, падգամավորը պետք է ստանա 600-700 հազար դրամ աշխատավարձ, թե այնուամենայնիվ պետք է ստանա մի քիչ ավել։ Չէ, ինձ որ հարցնեք, ինքը պիտի հասարակական հիմունքներով աշխատի, բայց իմ կարծիքը էական չի։ Հա, նու ոնց որ ավականու անդամները։ Հա, բայց ավականու անդամի աշխատանքը մի փոքր ավելի
լրիվ դրույք չի։ Ես կատակում էի բնականաբար, չեմ կարծում թե 600-700 մենք հիմա պետք է ուղղակի հասկանանք, անդադ բողոքում ենք նրանից եւ լայնության լայն շերտերը հասկանում են, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը ցածր են։ Եվ վիճակագրությունն է դա ցույց տալիս, որում վերջի տարիներին մասնավոր հատվածում աշխատավարձերը աճում են շատ ավելի արագ, քան պետական համակարգում։ Այսինքն հերիք չի ցածր են, մասնավորում էլ ավելի արագ աճել են, պետականում ավելի քիչ են աճել։ Ինչի՞, որովհետև 2 տարի է մենք պետական ապարատի ծախսերը ամեն տարի 4%-ով կրճատում ենք։ Այսինքն հաշվում ենք դիցուկ ձեր եթե դուք պետական կամ ես իմ աշխատավարձը հաշվում են։ Մենք ընդհանրապես կարգավիճակ չունենք, այնպես որ մեզ մի հաշվեք։ Հաշվում ենք իմ աշխատավարձը, բոլորիս աշխատավարձը, հետո 4% կրճատում ենք եւ այդ աշխատավարձը որպես բյուջե տալիս ենք մարմնին։ Մարմինը պետք է ինքնուրույն ներսում օպտիմիզացիաներ անի, որպեսզի կարողանա բոլորին աշխատավարձ վճարել, որտեղ մենք իրան 4% քիչ ենք փող տվել։ Եվ ըստ էության այն փողը, որը մենք հիմա տվել ենք որպես պարգևավճար, այդ պարգևավճարը, որի մասին դուք խոսում եք, այդ տնտեսված գումարի կեսն է։ Այսինքն մենք մոտավորապես 7-8 միլիարդ գումար ենք տնտեսել այդ քիչ տալու պատճառով։ Դրա կեսը տվել ենք պարգևավճար, ասել ենք տվեք նրանց, ովքեր ավելի լավ են աշխատել, ընդ որում իր հետ միասին կատարողականի գնահատման համակարգին էր դրվել, եթե նախկինում այդ գումարը վճարվում էր համատարած բոլորին, հիմա ասել ենք տվեք նրանց, ովքեր արդյունքի հիման վրա գնահատվել են բարձր գնահատականով։ Ես էլ ինքս ինչ որ արդյունքներ, որոնք նախապես արձանագրված են եւ պայմանավորված էին, այդ արդյունքների կատարման գնահատման հետևանքով եմ ստացել պարգևավճար, որը ստացել եմ։ Հիմա երբ մենք խոսում ենք 2026 թվականի, այսինքն դուք խոսեցիք որոշակի կանխատեսումների մասին, տեսեք 3 կոմպոնենտ կա, որոնք իմ համեստ կարծիքով, ես տնտեսագետ չեմ, կամ սուբյեկտիվ կարծիքով կարող են ազդել տնտեսության վրա, լավ իմաստով, դրական իմաստով, դրանցից մեկը արհեստական բանականության տվյալների գործարանի հիմնումն է եւ շահագործումն է հնարավոր 26 թվականի որ տեղի կունենա, խոսքը վերաբերում է Nvidia-ին, երկրորդը Եվրամիությունը որոշեց եւս 500 միլիոն եվրո օժանդակություն ցույց տալ Հայաստանի էներգետիկ համակարգերի արդիականացման եւ Վրաստանի եւ Թուրքիայի համակարգերին միացնելու համար, եւ երրորդը, այսպես բավական չարչրկված թեմա է ինքը արդեն քանի տարի, ամուսարի շահագործումն է, հաշվի առնելով որ ոսկու համաշխարհային գները 78%-ով, եթե չեմ սխալվում, աճել են վերջին մի քանի ամսվա ընթացքում, դրա տնտեսական էֆեկտը շատ ավելի մեծ է լինելու, քան ի սկզբանե կանխատեսվում էր։ Հիմա այս 3 գործոններն են, թե էլի գործոններ կան, որոնք ես չեմ հաշվել։ Նախ արհեստական բանականության այդ ներդրման արդյունքը դժվար է չափել, որտեղ ըստ էության այդտեղ շատ մարդ չի աշխատելու, ասել որ այդտեղ մեծ տնտեսական էֆեկտ են ունենալու։ Մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին է խոսքը ես Ես կարծում եմ, որ դա ընդհանուր միջավայրի եւ Հայաստանի հեղինակության վրա է դրական ազդելու, որպես նաեւ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն, այս իմաստով ինքը կարող է իր հետևից բերել ավելի մեծ հնարավորություններ, այսինքն ինքնին այդ բանը առանձին կարող է մեծ տնտեսական էֆեկտ չունենա, բայց իր հետ ստեղծում է միջավայր, որը ավելի միջնաժամկետ հատվածում կունենա դրական ազդեցություն։ Հարավկովկասյան էներգետիկ ծրագրի գործարկումը շատ կարևոր նշանակություն ունի եւ ես հույս ունեմ, որ այդտեղ մենք մեծ առաջընթաց կունենանք, թեև վերջի տարիներին մենք ունեցել ենք խնդիրներ դրա իրագործման հետ կապված, բայց ես չեմ կարծում, որ դա ունենալու է ազդեցություն 2026 թվականին, որովհետև այդտեղ շինարարական աշխատանքներ են տեղի ունենալու հիմնականում ներմուծված սարքավորումներով։
Ինչ վերաբերվում է ամուսարի գործարկմանը, այո, դա կարող է զգալի ազդեցություն ունենալ, մեր տպավորությամբ դա մոտավորապես 0.7%-ային կետով հնայի վրա ազդեցություն կունենա եւ նաեւ հարկերի հավաքման վրա կունենա ազդեցություն, նաեւ եկամուտներ կունենան, քանի որ պետական բաժնամասնակցություն կա այս ընկերությունում։ Դուք ճիշտ եք, վերջին տարիներին ոսկու գինը շատ է բարձրացել, վերջի թիվը, որը ես հիշում եմ, $4,400 մեկ ունցիայի համար։ Այսինքն սա էական բարձր թիվ է, կարծեմ դա կրկնապատիկն է քանի տարի առաջվա եղած մակարդակին։ Կարծում եմ սա լավ է եւ հույս ունեմ, որ մենք կունենանք հենց ավալի արտահանում, ինչ որ պլանավորված է ընկերության պլանով։ Ես կարծում եմ, որ կան էլի գործոններ, որոնք էապես կարող են ազդել Հայաստանի տնտեսության վրա, դա այս միջավայրում Թուրքիայի հետ սահմանի բացման կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առևտրի ակտիվացման հնարավորություններն են, որոնք մի կողմից նոր տնտեսական հնարավորություններ են ստեղծում, իսկ մյուս կողմից ավելի դիվերսիֆիկացնում են լոգիստիկան։ Այս իմաստով կարծում եմ, որ սահմանների բացումը, նաև TRIP ծրագրի մեկնարկը կարող են լրացուցիչ խթան լինել, բացի այն ամեն ինչից, ինչ որ մենք արդեն տեսնում ենք մեր տնտեսության մեջ։ Իրականում բավական մեծ ներդրումներ ենք կատարել վերջի տարիներին տնտեսության արդիականացման տեսանկյունից, նաև պետական աջակցության ծրագրերով, եւ դա անխուսափելիորեն ազդում է մեր տնտեսական զարգացման վրա, արտադրողականության բարձրացման վրա, որը մենք շարունակաբար տեսնելու ենք եւ տեսնում ենք, որովհետեւ եթե ես մոռացա ասեմ տնտեսական աճի ցուցանիշների մասին, որը մեր կարծիքով ավելին կլինի, քան այն ինչ որ մենք կանխատեսել ենք 2025 թվականին, իսկ ինչ ենք մենք կանխատեսել, ասենք 5.1%, որովհետեւ 2-3 տարի մեծ աճերից հետո այդքան աճելը շատ դժվար է, բայց մենք դրա համար չենք հավատում, որ այդպիսի աճ հնարավոր է ունենանք եւ հիմա իհարկե այստեղ ոսկու գործոնը պետք է ոսկու վերարտահանման գործոնը պետք է զտենք, բայց շատ դրական է, որ մենք այս աճերից հետո ունենք ավելի լավ աճ, քան մենք սպասում էինք։ Ընդ որում 26 թվականի համար նույնպես փոխել ենք մեր աճի կանխատեսումը 5.1-ից 5.4%։ Հուսամ տարվա կեսին մի հատ իրար հետ էլ այստեղ կհանդիպենք, քննարկենք, տեսնենք այդ կանխատեսումը ինչքանով է իրական։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։